38 երկրի մոտ 250 պատվիրակ է մասնակցում Երևանում անցկացվող գիտաչափության և տեղեկատվաչափության 20-րդ միջազգային համաժողովին։ Նպատակը տարբեր երկրների գիտական համայնքների միջև գործակցության ամրապնդումն է։ Այս գիտաժողովը անցկացվում է իրականացվել է 1987 թվականից տարբեր երկրներում եւ առաջին անգամ է, որ այս գիտաժողովը անցկացվում է մեր տարածաշրջանում Հայաստանում եւ այս գիտաժողովը ուղղակիորեն նպաստում է եւ նպաստել է արդեն Հայաստանի տեսանելիության մեծացմանը միջազգային հարթակներում։ Գիտաչափությունը գիտությունը գնահատող գործիք է։ Չափման մեթոդներից մեկի որակականի դեպքում գնահատականը տալիս են ոլորտի փորձագետները, հիմնվելով իրենց մասնագիտական դիտարկումների վրա։ Մյուս մեթոդի քանակականի դեպքում օգնության է գալիս հենց գիտաչափությունը։ Բայց ինչն է այս ոլորտի յուրահատկությունը, որ այս քանակական գնահատման արդյունքում մենք կարող ենք որակական արդյունքի հասնել։ Այսինքն, օգտագործելով այն գիտաչափական ցուցիչները, ինդիկատորները, դրանով օրինակ մենք կարող ենք ֆիլտրել լավագույն ամսագրերը, որտեղ կարող ենք հրապարակել լավագույն աշխատանքները։ Համաժողովում շեշտվում է միջազգային գործակցության կարևորությունը, հատկապես գլոբալ մարտահրավերների պայմաններում։ Փորձագետների համոզմամբ գիտական երկխոսությունն այսօր առավել քան անհրաժեշտ է կապեր ստեղծելու, փորձի փոխանակման և ոլորտի զարգացման համար։ Այսօր, երբ աշխարհում շատ են պատերազմները, երկխոսելն ուղղակի անհրաժեշտություն է։ Կարծում եմ մեծ հաջողություն է, որ մեզ համախմբել է գիտությունը, եւ սա արդեն ավանդույթ է դառնում։ Մենք ուզում ենք մարդիկ փոխանակվեն գաղափարներով, գործակցեն, հենց սա է գիտական առաջընթացի շարժիչ ուժը։ Այս համաժողովին բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ են մասնակցում, դա ոգեշնչող է, քանի որ գիտությունը գիտաչափական ուսումնասիրությունների կարիք ունի։ Երիտասարդներին խորհուրդ կտամ մասնագիտանալ եւ հետագայում ներգրավվել հետազոտություններում։ Հայաստանում գիտաչափությունը որպես առանձին ոլորտ ձևավորվել է 2010 թվականին, երբ Գիտությունների ազգային ակադեմիայի և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծվեց Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնը։ Հենց այդ պահից սկսած մենք վերապատրաստվել ենք միջազգային միավորման դասընթացներ ենք վերցրել, գիտաժողովների ենք մասնակցել, սովորել ենք եւ 10 թվականից ի վեր արդեն գիտաչափության ուղղությունը որպես առանձին գիտության բնագավառ զարգանում է Հայաստանում։ Մասնակիցները համաժողովը գնահատում են որպես արդյունավետ միջոց գիտության զարգացման նոր ուղղությունները նախանշելու համար։ Լուսինե Հակոբյան, Արտակ Գևորգյան, լուրերի համար։